Եվրոպայի առաջնությունում հաղթանակած մեր ըմբիշների տունդարձից հետո միայն պարզվեց, որ նրանք համարժեք ուշադրության չեն արժանանում պատկան մարմինների, Ֆեդերացիայի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ազգային օլիմպիական կոմիտեի կողմից։ Ցավով եմ նշում այս մասին։ Բարեկամներ, բարև ձեզ։ Բարեբախտաբար տրամագծորեն հակառակ պատկերին ենք ականատես դառնում հաղթանակած մեր ըմբիշներին դիմավորող ժողովրդի կողմից։ Այո, բարեկամներ, ի տարբերություն չինովնիկների, հաղթանակի կարոտ մեր ժողովուրդը գիտի գնահատել իր մարզական հերոսներին։ Դուք ինազգին օր զավակներ, հայքի դավթի ուժնեք արել, Բուդապեշտում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից չեմպիոնական տիտղոսով վերադարձած ազատ ոճի ըմբիշ 61 կիլոգրամ քաշային Արսեն Հարությունյանին հավուր պատշաճի, աղ ու հացով և հայոց մարզաշխարհի խորհրդանշական հիմնը դարձած Լեյլա Սարիբեկյանի հաղթանակ երգերաշտությամբ դիմավորեցին Մասիսի հարազատ Մարմարաշեն գյուղում։ Տեսնել էր պետք համագյուղացի պատանիների ու աղջիկների դեմքերը, ովքեր դեռ մինչև Արսենի ժամանելը պաշարել էին գյուղի եկեղեցու բակը։ Մթնոլորտը ջերմ էր և ուսանելի, իսկ համեստաբարով մեր մարզական հերոսը փոքրինչ շփոթված իր անձի նկատմամբ համագյուղացիների ընդգծված ուշադրությունից։ Յուրաքանչյուրն էր ձգտում ողջագուրվել Եվրոպայի չեմպիոնի հետ անկախ տարիքից, սեռից ու հարազատության չափաբաժնից։ ձեզ ենք նայում հույսերով, մեծ հավատով հույսերով, միշտ եղեկար հյուսներ, ակտիվներ, միշտ ելեկվեր, ձեզ ենք նայում հույսերով։ Անուն ազգանունը։ Կայանե Սյանոսյան։ Դու սպորտ սիրում ես։ Այո, սիրում եմ, թեև չեմ զբաղվում սպորտով։ Իսկ գիտես հիմա ում ես դիմավոր։ Այո, սպորտսմեններից մեկին Արսեն Հարությունյանին, ով միշտ բարձր է պահել իր երկրի անունը բոլոր առաջնություններում։ Իսկ հիմա ինչ հաջողության է հասել, գիտես։ Այո, Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է դարձել, հաղթելով եւ բարձր պահելով նորից իր հարազատ գյուղի եւ հայրենիքի անունը։ Մեր մարդիկներին, փառք մեր ազգին, փառք մեր սուրբ խաչին։ Վստահաբար կարող եմ ասել, որ այդ պահին համագյուղացիների հետ չեմպիոնի ցանկալի հանդիպման ամենաշահագրգիռ անձը անշուշտ բոլորովին վերջերս Մարմարաշենի վարչական ղեկավար դարձած Տիգրան Զաքարյանն էր։ Սիրելի Տիգրան, ես պարտավորված եմ զգում ասել շնորհակալություն մեր չեմպիոնին հավուր պատշաճի այսպես արժանավայել դիմավորելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, նախ ողջունում եմ մեր չեմպիոնի հաղթանակը, մեր համայնքին ու իր գյուղին, այս Մարմարաշեն գյուղում առաջի չեմպիոն ունենք կրկնակի չեմպիոն, բոլորս այս առիթով հավաքված մեր համագյուղացիներով փորձեցինք Արսենին պատշաճ ձևով դիմավորենք ու փորձենք, որ մեր Արսենից հետո շարունակվող սերունդը ճանաչի մեր չեմպիոններին ու առաջնորդվի նույն ոգով, ոնց որ Արսենը, քրտնաջան աշխատանքով։ Տեսնել էր պետք այս երեխաների դեմքերին, ինչպեսի դեմքեր էին ընդունել, ինչպես էին նայում Արսենին։ Սա իհարկե իր նշանակությունը դերը կունենա։ Անպայման, այս երեխաների մեջ կսերմանվի Արսենի ոգին, աշխատասիրությունը, ջանքը ու կփորձեն ունենանք Եվրոպայի աշխարհի չեմպիոններ արդեն։ Սիրելի Արսեն, իհարկե շնորհավորում եմ։ Ես զգում եմ ինչքան լավ ես զգում դու քո հարազատ գյուղում այս շրջապատում գյուղացիների։ Շնորհավորում եմ, դու իսկապես մեծ բարձանք պատճառեցիր մեզ բոլորիս։ Արսեն, ես գիտեմ, որ դու առաջինից լուրջ հաջողությունից եւ պարգևատրում ստանալուց հետո շտապեցիր անմիջապես բարեգործություն անել գյուղում։ Ինչ է այդ բարեգործությունը քեզ համար։ Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, ճիշտ եք շատ լավ եմ զգում իմ հարազատ գյուղում, որովհետև մարդիկ ուրիշ են, ուրիշ ձև են ընդունում ստեղ, ամեն ինչ շատ ջերմ է, շատ եմ սիրում մեր գյուղի ժողովրդին, շնորհակալ եմ, որ սենց ջերմ ընդունեցին այստեղ, դա աշխարհի առաջնությունից հետո ճիշտ նշեցիք, իմ բոլոր պարգևավճարները ես բարեգործության փոխանցեցի մեր գյուղում, դա ոնց որ իմ համար նպատակ էր, որ
մեր գյուղը ունենար ինչը չի ունեցել, որը կուրախացնի երեխեքին, այդ ամեն ինչը կարողանամ անեմ ու դա շարունակական է լինում օրեր անց ըստ եկեղեցու հայաթում շինարարություն էլի կսկսվի, գրատուն եմ սարքում, շինարարության արդեն կեսը հիմքը կա, Կեցես։ գրատունն էլ է այսքանի օրը, եղանակները տաքանա, կսկսի շինարարությունը, դա իմ համար մի ուրիշ բան է, Աստված ինձ տալիս է այդ հաղթանակը, ես էլ ուզում եմ սենց շնորհակալ լինեմ, ուրախացնեմ մարդկանց, որ Աստված էլի ինձ կամենա այդ հաղթանակը։ Քեզ շատ հաղթանակներ եմ մաղթում, որպեսզի մենք այս երեխաներին տեսնում ես դեմքերը, սրանց տես ինչ ուրախության դեմքեր են, տես ոնց են ուրախանում քո հաջողությամբ, դա Աստված ում շատ տրված է, շատ էլ պահանջվում է, ես քեզ ասեմ, բայց կոնկրետ քո պարագայում ես 50 տարուց ավելի տեսել եմ առաջին մեծության հայ բոլոր ըմբիշներին, բայց քո նման ռոմանտիկ տղա, ռոմանտիկ ըմբիշ, ես քեզ ուղակի, դու շատ հմայիչ, բարեկիրթ եւ ռոմանտիկ երիտասարդ ես։ Արսեն, ուզում եմ քո հաջողությունները անընդհատ հերթագայվեն եւ դու շարունակես նման բարեգործությունները նաեւ քո գյուղում, մեր հանրապետությունում։ Ոչ մի բանից կողմ չքաշվեցիր այդպես էլ, պատերազմ էլ գնացիր, այդ էլ գիտեմ։ Եղար նաեւ ռազմի դաշտում։ Հայրիկը հրամանատար է։ Այո, հայրիկս Հայդուկ ջոկատի հրամանատարներից էր, նրա հետ էի մեկնել Արցախ, իմ հոպարի, պապայի սնգերների հետ մեկնել էի։ Դա իմ համար պարտականություն է, ես հայ եմ, յուրաքանչյուր հայ պետք է իր հողի համար կռիվ տա։ Իմիջայլոց այս օպերատորը Գևորգ Սյանոսյան։ Քո պապայի զինվորն է եղել, նա նույնպես ռազմի դաշտում եղել է պապայի հետ։ Ես հիշում եմ Գևորգին, այնտեղ ես էլ իր հետ եղել։ Ես նորից ու կրկին, Արսեն ջան, ուզում եմ հերթագայվեն քո բոլոր հաղթանակներն ու հաջողությունները իբարս մեր երկրի իբարս հայոց սպորտի։ Շնորհակալ եմ շատ։ Մեր շատ հմայիչ ու ռոմանտիկ Եվրոպայի չեմպիոնի հետ մեծ հաճույքով զրուցեցի նաև ես, նրան մի կերպ ազատելով համագյուղացիների գրոհից ու պաշարումից։ Այսպես որ շարունակվի մինչև երեկո քեզ ժամանակ չես ունենա, բայց իհարկե դա էլ է պետք։ Արսեն, որպես կրկնակի չեմպիոն, ես ուզում եմ քո շուրթերից լսել հետևյալ միտքը։ Միայն տաղանդը բավական է չեմպիոն դառնալու համար։ Ոչ, միայն տաղանդը բավարար չէ չեմպիոն դառնալու համար։ Տաղանդից բացի ամենակարևորը աշխատասիրությունն է։ Եթե չլինի աշխատասիրությունը, չի լինի հաղթանակը, եթե չլինի հավատը, չի լինի հաղթանակը։ Այդ բոլոր 3 բաները պետքա այո, պետքա գումարես իրար ու կարողանաս 3-ը պահել, որ կարողանաս հաղթանակի հասնես։ Եթե ինչ-որ այդ 3-ից մեկում թերացար, չես կարող հաղթանակի հասնել։ Այս հաջողություններում ամենաշատում է սպարտական։ Գուցե անձնական մարզիչին, գուցե այս հաջողություններից համար ես պարտական եմ իմ մարզիչներին, չեմ առանձնացնի, բոլորն էլ իմ հետ հավասար տանջվել են, օգնել են, նպաստել են իմ հաղթանակի համար, ես իրանց եմ շնորհակալ, այս հաղթանակը իրանցն է, ես այսօր իմ Facebook-յան էջում գրառում կատարեցի ու նշված մարզիչներին, որ չեմպիոն ենք դառնում, ազգը տենում է, որ չեմպիոն ես դառել, բայց չի նայում, թե չեմպիոնի հետևի ինչ է, ոնց է հասել այդ հաջողության, ես այդ հաջողության հասել եմ իմ մարզիչի հետ, դուք տեսակ երևի պատվոշրջանը դրոշով մարզիչիս հետ կատարեցի, որ բոլորը իմանան, պետքա հավատանք մեր մարզիչներին, վստահենք, սիրենք, որ կարողանանք հասնենք մեր նպատակներին, մեր երազանքներին։ Ես դա դիտել եմ, դրա համար էլ հարցը ուղղեցի։ Դա ամենակարևոր բաներից մեկն է, որ պետք է մարզիչին հավատաս, մարզիչին չմոռանաս, երբ մոռացար մարզիչիդ, այդ հաղթանակները էլ չի տրվի։ Այդպես, եթե դու միշտ մտածես, քեզ բարձրագոտ շատ հաղթանակներ կսպասել, ես հավատացնում եմ քեզ իմ փորձով։ Հապետնակ Կուրղենյանը ինձ մի լավ բան էր ասել 2019 թվականին, ասում էր միշտ քայլելուց
կհիշես, որ ոտքդ գետին ես դնում, հողի վրա ես դնում, դա շատ կարևոր բան է, յուրաքանչյուր սպորտսմեն, յուրաքանչյուր մարդ հաջողությունից հետո պետք է ինքը հիշի, որ իր ոտքը ինքը հողի վրա է դնում, ոչ թե օդով է քայլում։ Առավել եւս հայրենի հողի վրա։ Այո, հայրենի հողի վրա։ Եկեք միասին վերհիշենք Բուդապեշտյան եզրափակիչը Արսենի կատարմամբ ու նաև նրա պարգևատրման արարողությունը։ Ահա եւ երիցս հաճելի այն պահը, երբ չեմպիոն Արսենին պարգևատրում է չեմպիոն Արսենը։ Մեծ սպորտում մեծ հաղթանակներ տոնած Արսեն Ջուլֆալակյանը անշուշտ նոր ու նաև օլիմպիական հաղթանակներ մաղթում Արսեն Հարությունյանին։ Դե եկ ու մի ասա, կանգ առ ակնթար դու հրաշալի ես։ Այս օրերին Արսենը արդեն Սոչիում է, ուր անց է կացնում վերականգնողական հանգիստ։ Առաջիկա ամենապատասխանատու ստուգատեսը կլինի սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը։